Բարի լույս ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ես երեք մի հատ թեմա էի խոսում, բոլորիդ հարց էի տվել, թե ինչու որ այդ Գագիկ Ծառուկյանին բան բերում են, այտենց մարդիկ ծափահարում են, բան են անում, Գագիկ Ծառուկյանի աշխատողները բան դες դեն էլի։ Ժողովուրդ ջան, լա, սենց մեկը եթե ես չասեմ, ոչ մեկը չի ասելու, ես ստիպված պիտի ասեմ։ Մեր ժողովուրդը լավ հասկանա ինչա կատարվում իրականում, էլի։ Ժողովուրդ ջան, իրականությունը սենց է։ Ասենք վերցնենք, ես օրինակ եմ բերում, ասենք ներկա մոմենտին ասենք օրինակը բերեմ Գագիկ Ծառուկյանի, դուք իմացեք, որ բոլոր տեղերն էլ տենց է, նույն սիստեմն է։ Ասենք վերցնենք Արարատ ցեմենտի աշխատողները։ Ինչ է կատարվում, ժողովուրդ ջան։ Կապը ոնց որ լավը չի։ Կապը ոնց որ լավը չի։ Գնամ ուրիշ տեղ նստեմ, Wi-Fi-ից մոտ կանամ։ Ուրեմն Să facem cum și mă făcut. Ժողովուրդ ջան, նայեք ինչ է կատարվում։ Այս ասենք 20-25 տարի է Արարատ ցեմենտը, ասենք Գագիկ Ծառուկյանի մոտ է, չէ։ Ժողովուրդ ջան, անդե մարդկանց հարցրել եք նրանց աշխատավարձը ինչքան է ընդհանուր ինչ որ մեկի հարցրած կաք 70,000, 80,000, 100,000, 120,000 ու մարդիկ շատ ուրախ աշխատում են, Գագիկ Ծառուկյանի համար էլ պատրաստ են կյանքները տան։ Ես կրկնում եմ, սա ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, ես ուղղակի հիմա որ այդ Գագիկ Ծառուկյանին են բռնել, ես օրինակի համար այդ դրանց եմ ասում, էլի։ Ու ոչ միայն ասենք Արարատ ցեմենտը։ Հիմա որ պետականացման հարց է ծագում, պետականացնում են, ինչու մարդիկ համաձայն չեն։ Ես ձեզ բացատրեմ։ Ուրեմն դե մարդկանց աշխատավարձը 70, 80, 100,000 դրամ է։ Ու մարդիկ 20-25 տարի է այդ Արարատ ցեմենտ Գագիկ Ծառուկյանի ձեռնա, ոչ մի անգամ բողոքի ցույց չեն արել, որ իրենց աշխատավարձերը բարձրացնեն։ Որովհետև գիտեք ինչ չեն ցույց արել։ Որովհետև իրանց աշխատավարձերը իրականում 70, 80, 100,000 դրամ չի։ Ուրեմն այդ 70, 80, 100,000 դրամով մի անգամ տնօրենությունն է խափում պետությանը։ Ժողովուրդն էլ նամակի կարգով մի 100,000 կանխիկով է ստանում։ Ժողովուրդն էլ ըտե է խափում պետությանը։ Քիչ է հարկվում, էլի։ Բոլորը պետությանը խափում են։ Ու ես ձեզ ասեմ, Հայաստանում 90% բոլոր հիմնարկ ձեռնարկություններում այդ վիճակն է։ 70-80,000 դրամից ավել բարձրացնում չեն մարդկանց, որովհետև նամակների մեջ են տալի այդ ամեն ինչը։ Ծրարի մեջ։ Պետությունից հարկից խուսափելու համար։ Հիմա վտանգը ինչն է, որ դա պետականացվում է, ասենք։ Վտանգը նրանում է, որ օրինական մարդիկ աշխատել են 70, 80, 100,000 դրամով։ Հիմա երբ որ պետականացվում է, պետությունը նրանց այդքան է վարձատրելու։ Ուրեմն 20-25 տարի ոչ մի անգամ բողոք չբողոքած, ոչ մեկը չի բողոքել, բան չի արել դες դեն, խոսքս հիշեք, հիմա Արարատ ցեմենտը պետականացվել է, չէ՞։ 1-2 ամսից աշխատողները ճանապարհներ են փակելու, գիտես ինչեր են անելու, որ իրենց աշխատավարձը բարձրացնեն։ Ինչ որ մեկը կասկածում է ժողովուրդ, որ սենց է լինելու։ Ոչ։ Ես օրինակ չեմ կասկածում։ Հենց այդպես էլ լինելու է, խոսքս հիշեք։ Բայց այս 25 տարի ոչ մեկ չի բողոքել։ Միայն մի անգամ
Երբ որ Սերժ Սարգսյանը իր ողջ հանրապետականներով Գագիկ Ծառուկյանին որոշել էին փչացնեն, այդ ժամանակ Արարատ ցեմենտի աշխատողներին հանել էին, ենել երևի հանրապետականների բանի տենց ծանոթներով բանով հանել էին դուս կհիշեք։ Ինչ էին ասում։ Այդ ժամանակ մարդիկ ասում էին հետևյալը. սենց չի լինի, գործարանը ընդամենը աշխատում է 3-4 ամիս, մնացած ժամանակ առանց վարձատրելու ոնց որ օտպուսկ։ Հիշում եք։ Ես հիշում եմ։ Ես տեկուս Հայաստան չեմ ապրել, բայց սաղ կյանքս հետաքրքրված եմ Հայաստանով ու ամեն մի քայլով, ամեն մի մանրուքով։ Կարելի է ասած ինտերնետի հենց սկսված օրից, երբ ինտերնետը արդեն եղել է, այդ ժամանակից ես անընդհատ այս sense ամեն ինչին հետևում եմ ժողովուրդ ջան։ Այս սրա մեջ է խնդրեմը։ Բայց օրինակ այսօր որ բռնում են, տանում են Գագիկ Ծառուկյանին, են կոմպյուտերները տանում են, այս մեկը տանում են, այդ պրոցեսները, բանը, քննիչները։ Սրանք էս են մանգալի։ Այս խախտումները կա, որովհետև սա, ես ասում եմ, 90% Հայաստանում ինչքան ձեռնարկություն բան կա, ամեն տեղ էլ այս նույն սիստեմն է աշխատում։ Ամեն տեղ։ Երևի արդեն բացառությամբ զինվորականների եւ մի քանի, ասենք, հնարավոր է եւ ոստիկանների եւ ասենք այն մնացածների, ուղղակի բոլորը սկսած տնօրինությունից դուրս եկած աշխատող հասարակ աշխատողից բոլորը խուսափում են, աշխատում են խուսափեն հարկից, աշխատավարձը բարձր չլինի, կանխիկ ստանան, հարկ չվճարեն։ Մի 5-10 հազար դրամ էկոնոմիա անեն էլի պետությունից, հասկանում եք, բոլորի մտքին էսա, ու ես մարդիկ բոլորը հայրենասերներ են, երկիրը պաշտողներ են, երկրի համար կյանքերն տվողներ են, ու ես կրկնում եմ, 90% բոլոր հիմնարկ ձեռնարկություններում այս վիճակն է։ Էսա ժողովուրդ ջան։ Բա, աղբերներ ջան, հիմա ասում եք, վերեք էլի մի քիչ լսեցի մեր Նարեկին, մի երկու բան լավ ասեց, ինձ էլ դուր եկավ, գոհացրավ, լրագրողը հարցատալի Նարեկին, Նարեկ, հիմա դուք էլ եք գալու խորհրդարան, ու են հին խորհրդարանի նման առավոտից իրիգու լեզվակռիվ տակեսեն, չէ ասեց, մենք չենք պատրաստում գանք խորհրդարան եւ ընդհանրապես լեզվակռիվ տանք, ասենք այնտեղ իշխող ուժի կպականների հետ մենք գալիս ենք խորհրդարան աշխատելու։ Այդ խոսքը ինձ դզեց, գոհացրավ ժողովուրդ ջան, ես ճիշտ ասող մարդ եմ, ճիշտն ասելու եմ, այդ խոսքը ինձ գոհացրավ, բայց հələ չանցած մի քանի րոպե լրագրողները ընդ Նարեկին տարբեր տեսակ հարցեր ասկսում տալը, Նարեկը արդեն ոնց որ սկսեց շեղվելը, մենք գալու ենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ սրանց հեռացնենք, ու ամենակարևորը, որ Նարեկ ասես, որ դա, օրինակ ինձ չի դզում, ասում մենք մեր այդ ովքեր որ գյուղերում մեզ շատ են ընտրել, մարդիկ լավ են ընտրել, մենք այդ գյուղերում օգնություններ ենք ցույց տալու մարդկանց, ասում ես աշխատելու եմ առանց աշխատավարձի ու մարդկանց օգնություններ ենք ցույց տալու, Նարեկ ջան, եղբայր ջան, ցավդ տանեմ տղա ջան, ուրեմն 35 տարի է մեր երկրում միայն օգնություններով են աշխատանքներ արել, միլիարդներ են աշխատել, բայց ինչ որ մարդկանց 1, 2, 3, 5 հոգու 5 աղքատի իբր օգնություն են արել։ Նարեկ ջան, դա դուք արդեն իշխանության մաս եք կազմում, դուք
Նման բան իրավունք չունեք անեք։ Դուք իշխանության մաս եք կազմում, դուք ոչ մի օգնություններով, դուք օլիգարխ չեք, իրավունք չունեք, օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքով, դուք օլիգարխ չեք, եթե ինչ-որ բաներ էլ ունեք, դուք դա պետքա հանձնեք ուրիշների, դուք իրավունք չունեք, աշխատեք, միլիոններ ունենաք, այդ միլիոններից էլ ինչ-որ աղքատների գնաք օգնություն անեք, օգնություն, կարող են անեն նման մարդկանց, միայն բիզնեսմենները, դու ռուսի ասած ակալադի վրա նստած մարդ եք լինելու, ինչ օգնություն, էսի մոռացեք, այդ եղու բրինձը բանը ձեթա, ալուրա, ցորենա, էս մի բան, էս կոմբայնա, մոմբայնա, դա մոռացեք, դուք արդեն պետական այրեր եք, հասկանում եք, դուք երես փոխաններ եք, դուք պատգամավոր եք, ամեն լեզվով էլ ասեմ, որ դուք իշխանություն եք, իշխանությունը ոչ թե պետքա օգնի 1, 2, 3, 5, 10, 100 մարդու, իշխանությունը պետքա պետություն կառավարի, պետության համար աշխատի, ոչ թե ինչ-որ 1, 2, 10 անձերի համար ինչ-որ բաներ անի, ասի, բա մենք բաներ ենք անում, ոչ, դուք պետության համար, դուք պետքա գնաք նստեք օրենքներ գրեք, որ ամբողջ պետությունը, ամբողջ ժողովուրդը ձեր գրած օրենքներով գործի, գոյություն ունենա, այդ օգնություն բան, որ դուք անեք, դրա համար ձեզ կարելի է քրեական գործեր բացել ձեր վրա։ Դուք չեք կարա, իրավունք չունեք։ Ես չեմ ասում, եթե մարդկանց չօգնեք, բայց այս մարդկանց օգնելը պետք է անեն այն մարդիկ, ովքեր այդ իրավունքը ունեն։ Հասկանում եք։ Հասարակ քարոզարշավի ժամանակ դուք օրենքը չէիք խախտում, ինչ որ մարդկանց օգնություններ պետք, ասում եք, չէ, մենք օրենք իրավունք չունենք, խախտենք քարոզարշավի ժամանակ, կասեն դա բանա էլի ինչ որ կաշառք են տվե։ Հիմա այդ նույնը դուք որ արդեն պատգամավոր եք, դուք իրավունք չունեք, զբաղվեք նման գործառույթներով, ինչ որ օգնություններով, բանով, ոչ։ Դուք օրենքներ գրեք, խոսքի օրինակ, որ բիզնեսմենները ովքեր ասենք տարվա մեջ 100 միլիոնից ավել գումար են վաստակում, այդ 100 միլիոնից ոնց որ օրենք գրեք, ասեք, 10% այդ բանը բիզնեսմենը կարա իր այդ աշխատած 100 միլիոնից 10% ինչ որ տենց մարդկանց օգնություններով զբաղվեն։ Այդ էս բաներ դուք կարա կանեք։ Դուք պետքա միայն օրենք գրեք, էլ ինչ օգնություն, ինչ բան։ Ում փողերն եք ում օգնում։ Եթե դուք կարողանաք 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանաք ու մի 10 միլիոնի 40 միլիոնանոց ինչ որ կոմբայններ առնեք, ինչ որ գյուղացիներին իբր թե օգնելու համար բան, դա արդեն կոռուպցիա։ Դա ուրեմն դուք 1 միլիոն չեք ստանում, դուք ուրեմն 100 միլիոններ եք ստանում ինչ որ ձևով։ Պետականությունը ուրիշ բան է։ Դուք արդեն, կրկնում եմ, իշխանության մաս եք կազմում։ Կապ չունի, որ ձեր կուսակցությունը ընդ է քիչ մարդ է, այն մեկինը շատ է։ Դուք իշխանություն եք։ Բոլորին հավասար իրավունքներով։ Բոլորին հավասար իրավունքներով իշխանություն եք։ Մեկ էլ մի բան էլ տեսա երեք, որ են Ղազինյանին բաց թողին, նա ինքը հենց ասին իբր թե էսի ինչ հա, ոչ մի բան չկա տակը, էս մի բան, ամեն ինչ էլ կա։ Ուղղակի էս մի քանի օրը արդեն պատգամավոր է նա ընտրված, դրա համար էլ բաց թողեցին։ Ինքն էլ շահարկեց, թե ես չէի ցանկանա, որ ես արդեն որպես պատգամավոր լինեի, այդ ձևով ինձ բաց թողեին։ Ահա, լավ էլ ուրախացել էիր։ Տես բաներ, ժողովուրդ ջան։ Լիքը բաներ կա, լիքը։ Ժողովուրդ ջան, ես մի հատ էլ կուզեի, ասենք են Արամ Ավետիսյանի նախկին Քոչարյանական, որ հիմա մարդը դարել է պետականամետ։ Ուղղակի, նա Նիկոլական չի,
Նա չի կարա Նիկոլականը լի։ Նա ուղղակի պետականամետ է դառը մարդը։ Հասկանում ես։ Նիկոլականը ուրիշ բան է։ Պետականամետը ուրիշ բան է, ժողովուրդ ջան, Նիկոլականը գիտես որն է։ Օրինակ, ես 2008 թվից ասենք, այս հենց համացանցով, բանով, ամեն ինչով, ես ասենք Նիկոլի կողքին եմ եղել։ 8 թվից։ Հələ ավելի շուտ, ես ուղղակի 8 թվից ասում եմ, սա արդեն համացանցի պահով։ Հələ ավելի շուտ։ 1992 թվից Նիկոլը հələ երիտասարդ էր, բայց արդեն Իջևան կազմակերպում էր հանրահավաքներ բան։ Հասկանում եք, ամեն մարդ չի կարա Նիկոլականը լի։ Ես մատների վրա կարամ ասեմ, նույնիսկ իշխանության մեջ, մի քանի հոգի են Նիկոլական։ Արայիկ Հարությունյանն է Նիկոլական, Արարատ Միրզոյանն է Նիկոլական, մի քանի հոգի, մնացածը պետականամետ աշխատողներ են և վերջ։ Այդ բանի էլի, բանի Ավետիսյանի էլի այդ բանի համար, Արամ Ավետիսյանի, որ դու բոլորը դեր տեսել եք, ուղղակի խեղաթյուրում եք ամեն ինչը։ Այդ մարդը դե իր համար նկարահանումներ էր անում։ Դե տղեն ձմերուկ ծախողը, ես հո ինքս լսեցի ամեն ինչը։ Են դավաճան են հողատույի բանի։ Ժողովուրդ ջան, երկրի ղեկավարին, եթե ասենք ուրիշ պետությունից, ինչ-որ ուրիշ ազգեր, բանը, տես բաներ ասում են, մենք պետք է նրանց ճղենք, բայց եկել ենք, մենք ենք մեր երկրում, մեր երկրի ղեկավարին տես բաներ ասում։ Ժողովուրդ ջան, ձմերուկ ծախողը, դա քաղաքական գործիք չի, որը տես բան ասում, դա խուլիգանություն է։ Ասում եք ինչի են եկել նրան տարել գործառույթ, որովհետև դա խուլիգանություն է, երկրի ղեկավարին ոնց կարելի է ասել հողատու դավաճան ես մի բան։ Հասկանում եք, եթե դուք չեք տենում խուլիգանության նշան, ես տենում եմ, ես գիտեմ ինչի համար եմ ասում, ինչու եմ ասում, դա խուլիգանություն է։ Ես կրկնում եմ, երբ որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այդքան օյիններ են դրել մեր ազգի գլխին, բայց մենք, որպես դրանց մեր երկրի ղեկավար, համացանցում բանում բոլորին ճղում էինք, թույլ չէինք տալի, որ նրանց հասցեին մի հատ խոսք ասեն։ Ինչ տարավ մեր այս Պակալենյային։ Այս երիտասարդներին ինչ տարավ։ Ես կրկնում եմ, ձմերուկ ծախողը չի կարա լինի քաղաքական գործիչ, որ նա մտածված այդ բանը ասի ու դրա համար կարողանա պատասխան տա։ Չի կարա պատասխան տա։ Իշխանությունը եթե նման բաները ոնց որ ասես ներում է, որովհետև մի քիչ շատ մասսայական է, այդ ժողովուրդը կառավարվում են այդ ինչ որ մարդկանց կողմից, կառավարվում են։ Իշխանությունն էլ չի կարողանում այդքան մասսային վերցնի, ասենք, բանտարկի։ Տանում է դաստիարակչական աշխատանք անում, բաց թողում։ Գոնե գող մնացեք, որ բաց են թողում։ Ախր Քոչարյանի ու Սերժի վախտը տես չէր է։ Դաստիարակչական աշխատանքը ինչ էր, որ տանեին, գրեին, ինչ որ մի բան ու բաց թողնեին։ Տանում էին շանք քյոթակ էին տալի։ Շանք քյոթակ։ Դրանց վերջի զոհը Արայիկ Խանդոյանն էր, եթե հիշում եք, վերջի զոհը։ Այնտեղ են դատարանում մի քիչ ձենը բարձրացրավ, տարան այնքան ծեցին մարդը 2 ամսից մահացավ։ Այդ պատահական չէր։ Ինչ ես, ով ասեց ինչ ա եղել այդ մարդուն։ Գուցե տվել են սաղ մեջ գոլաղիկ մաղիկներ սաղ կտրատե բան։ Թե չէ առողջ ինձանից ահագին երիտասարդ տղա ինչի մահացավ։ Հենց այդ բանից հետո հեղափոխությունն եղավ, դուջե մահացավ մարդը։ Էս է եղել ժողովուրդ ջան, հիմա
Ինչ եք ուզում դուք, ժողովուրդ ջան, ձեր ուզածը ինչ է։ Այս իշխանությունն էլ տանի կողեն պատվալները ջարդեն, մի լավ կոտրատեն, ոսկորներից հետ բաց թողեն։ Այտենց եք ուզում այս իշխանությունը լինի, ախր եթե շատ բանան եք կարա։ Ներքին կարգով կարան հրամանը տան ասեն ջարդեք լավ, այս կոտրատեք, որ էլ ռիսկ չանեն մի հատ ավելորդ խուլիգանական խոսք ասեն։ Ախր կարան մի օր էլ դենց արդեն նրանք էլ են մարդ է, իշխանություն, բայց նրանք էլ են մարդ, նրանք էլ են մսից, արյունից, ոսկորից։ Մարդ են սովորական։ Կարան մի օր իրանք էլ չդիմանան։ Ձեզ է դա պետք։ Ինչ չեք ուզում խաղաղ, հանգիստ, երկրում ապրեք, չծեծվեք, չմորթվեք։ Երբ որ մտնում են երկրի խորհրդարան, լրիվ խորհրդարանը փրթում են։ Այտենց երկիր եք ուզում, ժողովուրդ ջան։ Բա նրանց դավաճան չասեցի կարա մի անգամ։ Նրանց մի անգամ ոչ մի բան չասեցիք։ Այտենց երկիր եք ուզում։ Ես սկզբից ինչից սկսել եմ։ Նրանից էլ ավարտեմ։ Ժողովուրդ ջան, այսքան բաները որ կատարում է, այս պետականացման ինչ որ ձեռնարկությունների process բան դեն, այս որ նրանք Գագիկ Ծառուկյանին պաշտպանում են, նրանք պաշտպանում են իրենք իրենց, նրանք Գագիկ Ծառուկյանի մոտ ասենք աշխատում են,